Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր պատրաստում ենք առանց խմորիչի և ալյուրի հաց, որը պարունակում է մեծ քանակի սպիտակուց և շատ օգտակար է, պատրաստվում է ընդամենը 10 րոպեում, կպատրաստեմ և կկիսվեմ իմ պատրաստման եղանակով, ասեմ, որ ես այլևս հաց չեմ գնում խանութից, պատրաստում եմ և ողջ ընտանիքով օգտագործում ենք միայն ու միայն այս հացը։ Պատրաստում ենք կարմիր ոսպով հաց, ոսպը լցնում ենք տարայի մեջ և ավելացնում ենք վրան ջուր, գոլ ջուր ենք ավելացնում, թողնում ենք ամենաքիչը 1 ժամ, որպեսզի այսպես ուռի ոսպը և փափկի, այնուհետև թափում ենք ջուրը, լվանում ենք ոսպը և վերադարձնում ենք, այստեղ ավելացնում ենք 2 ձու, այնուհետև ավելացնում ենք 2 լավ լիքը ճաշի գդալ թթվասեր, կարող եք ավելացնել հունական յոգուրտ կամ մածուն, ավելացնում ենք 5 ճաշի գդալ բուսայուղ կամ ձիթայուղ, ավելացնում ենք աղ և այստեղ ավելացնում եմ վարսակի փաթիլների ալյուր, ես այն աղացել եմ բլենդերի միջոցով։ Ավելացնում ենք նաև կերակրի սոդա, 1 թեյի գդալ, մի փոքր խառնում ենք գդալով, որից հետո բլենդերի օգնությամբ լավ հարում ենք։ Եվ ահա, այսպիսի միասեր զանգված ստանալուց հետո միացնում ենք ջեռոցը, տաքացնում ենք 170 աստիճան, վերցնում ենք ձևաչափ, այնինչ ունենք ձեռքի տակ, անպայման յուղաթուղթ ենք դնում, ասեմ, որ կարմիր ոսպը ոչ միայն առողջ տարբերակ է հացի համար, այլ ամբողջ էներգիայի պաշար, այն մաքրում է օրգանիզմը, հագեցնում է առանց ծանրացնելու, իսկ սպիտակուցն ու երկաթը պահում են էներգիան ողջ օրվա ընթացքում, օգնում է նաև նվազեցնել խոլեստերինի մակարդակը և ի տարբերություն սովորական ալյուրի, քանի որ սովորական ալյուրով հացը շատ արագ էներգիա է տալիս, բայց նույնքան արագ էլ վերցնում է, շաքարը բարձրանում է, հետո ընկնում ու մարդը նորից հոգնածություն ու քաղց է զգում։ Իսկ այս հացը մի կտոր օգտագործելուց հետո միանգամից հագեցվածության զգացողություն է ստանում։ Այն մարդիկ, ովքեր ցանկանում են քաշ կորցնել, խորհուրդ եմ տալիս պատրաստել այս հացից և օգտագործել, քանի որ ողջ օրվա ընթացքում զգում ես հագեցվածություն և ուտելու կարիք քիչ ես զգում։ Եվ ահա, մինչև ես ձեզ այս ամենը պատմեցի, հացը արդեն պատրաստ է, տեսեք որքան ախորժելի է, բույրի մասին խոսքեր չկան, շատ անուշ բույր ունի, ես երբ առաջի անգամ էի պատրաստում հացը, շատ մտավախություն ունեի, որ բալիկներս չեն հավանի, բայց ի զարմանս ինձ նրանք շատ են հավանում և հիմա միայն այս հացն ենք օգտագործում։ Դե ինձ սիրելի հետևորդներ, եթե հավանեցիք իմ տեսանյութը սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք իմ կողմից պատրաստված նոր տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը, իսկ մենք կհանդիպենք հաջորդ իմ նոր պատրաստած տեսանյութում։